Երևանն ու Բաքուն պատրաստ են շարունակել երկխոսությունը։ Միրզոյանն ու Բայրամովը սա հաստատել են Անտալիայում պանելային քննարկմանը նախորդած երկկողմ հանդիպման ժամանակ։ Համաձայնագրի ամփոփումը կարևոր հանգրվան է, բայց Բայրամովը կրկնում է հայտնի պահանջները։ Մինսկի խմբի լուծարում եւ փոփոխություն Հայաստանի մայրօրենքում, որ բացառեն Ադրբեջանի նկատմամբ այսպես կոչված տարածքային հավակնությունները։ Մենք հավատում ենք, որ այս անհրաժեշտ քայլերի իրականացման պարագայում այլևս խոչընդոտ չի լինի խաղաղության պայմանագրի վերջնականացման եւ ստորագրման ճանապարհին։ Երևանը պատրաստ է լուծել այս հարցերը, ինչ խոչընդոտներ կան ստորագրման ճանապարհին։ Մոդերատորը դիմում է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին։ Միրզոյանը նախ առաջարկում է բաց թողնել պատմությունը, թե որ տարածքն ում է պատկանել 100 տարի առաջ կամ որ կողմն է ավելի շատ մարդ սպանել։ Հակառակ դեպքում ըստ նրա կարող ենք ներքաշվել մեկ այլ հակամարտության մեջ։ Արտգործնախարարի խոսքով ավելի արդյունավետ կլինի կենտրոնանալ ներկայի ու ապագայի վրա, քանի որ Հայաստանի կառավարության ցանկությունն է տարածաշրջանում կայուն խաղաղությունը։ Մենք բազմիցս ցուցաբերել ենք պատրաստակամություն սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Այդ կառույցի գոյությունն իմաստ չունի, եթե չկա հակամարտություն։ Գետնի վրա մենք չունենք որևէ հակամարտություն, միևնույն ժամանակ չունենք փաստաթղթով ամրագրված խաղաղություն, ստորագրություններով հավաստվող հարաբերությունների կարգավորում։ Կարող ենք շարունակ փիլիսոփայել այս հարցի շուրջ, սակայն մեզ համար լուծումը հստակ է։ Մենք պետք է ստորագրենք պայմանագիրը եւ ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը։ Նույն օրը, եթե կուզեք, 10 րոպեում կարող ենք ստորագրել երկու փաստաթուղթ՝ համաձայնագիրը եւ համատեղ դիմում ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը լուծարման վերաբերյալ։ Սահմանադրությունը փոխելու պահանջի մասով Միրզոյանը հայտարարում է, որ Հայաստանը ևս մտահոգություն ունի Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ։ Բացատրում է, Ադրբեջանն իրեն հայտարարում է որպես առաջին հանրապետության իրավահաջորդ, ինչը ենթադրում է հավակնություն Հայաստանի այսօրվա ինքնիշխան տարածքի մեծ մասի վրա, բայց Երևանը սա որպես նախապայման չի դնում բանակցային սեղանին։ Մյուս կողմից անտեղի են մտահոգությունները Հայաստանի սահմանադրության մասին։ Our constitution is a public document. Սահմանադրությունը բաց հանրային փաստաթուղթ է։ Դուք կարող եք ստուգել եւ ուղղել ինձ, եթե ես սխալվում եմ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ չեմ սխալվում։ Հայաստանի սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ընդհակառակը, մենք մտահոգություններ ունենք Ադրբեջանի սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետեւ համաձայնագրի նույն տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը, սույն համաձայնագրի չկատարելն արդարացնելու համար։ Միրզոյանի պատասխանը Բայրամովին չի բավարարում։ Ադրբեջանի արտաքին դիվանագիտության ղեկավարը հերքում է, թե խնդիրներ կան իրենց մայրօրենքում։ Ասում է, եթե այդպիսի հարց լիներ, Հայաստանը չէր լռի։ Բաքվին չի համոզում նաև Երևանի այն դիտարկումը, թե պայմանագիրը որպես միջազգային փաստաթուղթ գերակա է լինելու ներքին օրենսդրության հանդեպ։ Եթե միայն կենտրոնանանք խաղաղության պայմանագրի վրա, առանց լուծելու ինստիտուցիոնալ խնդիրները, ապա նշանակում է այդ պայմանագիրը դեռ առաջին իսկ օրվանից կարող է համարվել անվավեր, քանի որ այն կհակասի պետության հիմնական օրենքին։ Սա անընդունելի իրավիճակ է։ Եվս մեկ անգամ այս դեպքում իրավական լեզվով Միրզոյանը փորձում է բացատրել պաշտոնակցին, որ Հայաստանի սահմանադրությունից վտանգ չկա։ Ներածական մասում իսկապես կա հղում անկախության հռչակագրին, սակայն հռչակագրի միայն այն դրույթներն ունեն իրավական նշանակություն, որոնք բառացիորեն մեջբերված են սահմանադրության տեքստում։ That sentence about which our colleagues from Azerbaijan have Ադրբեջանի մեր գործընկերներին մտահոգող նախադասությունը Հայաստանի սահմանադրության տեքստում մեջբերված չէ։ Այսպիսով աշխարհում կա միայն մեկ մարմին, որն իրավունք ունի մեկնաբանելու մեր սահմանադրությունը։ Դա Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն է։ Իսկ անցած տարվա սեպտեմբերին դատարանը եզրակացություն է տվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատումը տեղի է ունենում Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը նաեւ նշանակում է, որ մենք այնտեղ նշված սահմաններից դուրս պահանջներ չունենք։ Այս սկզբունքը լիովին համապատասխանում է մեր սահմանադրությանը եւ վերջ։ Որ գործընթացն անվերջ չձգվի, Միրզոյանն առաջարկում է ստորագրել փաստաթուղթը, իսկ խնդրահարույց հարցերի համար ստեղծել հանձնաժողով ու կնճռոտ հարցերը պատվիրակել հանձնաժողովին։ Հերմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։